Բուդդայականությունը կրոնափիլիսոփայական ուսմունք է, որը ձևավորվել է Հնդկաստանի հյուսիսում, Քրիստոսից առաջ 6-4-րդ դարերին ընկած ժամանակահատվածում։ Այս կրոնի հիմնադիրն է Սիդդհարթա Գաուտաման, ըստ որը շահպյուրների նա ծնվել է Քրիստոսից առաջ մոտ 570 թվականին Անժեմյան Նեպալի տարածքում։ Բուդդայական ուսմունքի համաձայն Սիդդհարթա Գաուտաման իր գործունեությունն իրականացրել է Հինդուստան ենթացամաքի հյուսիսային մասում գտնվող Մագադա թագավորությունում։ Համաձայն առասպելների Բուդդայի հայրը Շաթոդանա թագավորը իր միակ ժառանգին մեկուսացրել էր արտաքին աշխարհից, շրջապատել էր շքեղությամբ եւ անում էր ամեն ինչ, որպեսզի թագաժանանք ոչ մի դժվարություն չտեսնի։ Բայց Գաուտամային հաջողվել է դուրս գալ պալատից, տեղի ունեցել իր իշխանության հետ առերեսում։ Նա հանդիպել է բորոտով հիվանդի, ծերմարդու եւ թաղման ծիսակատարության։ Անհոգ թագաժարանգը բացահայտել է, որ աշխարհում կան հիվանդություններ, ծերություն եւ մահ։ Ըստ որոշ աղբյուրների համաձայն նա հանդիպել է մի ճգնագայացի, որը նրան ուղղորդել է ելք գտնել այս տանջարից աշխարհի շրջապատությունից դուրս գալու համար, եւ արքայազնը որոշել է ամեն գնով գտնել այդ ելքը։ Նա փախել է պալատից եւ 29 տարեկան հասակում միացել թափառական ճգնագայացներին, որոնց հետ անց է կացրել 6 տարի։ Այդ տարիները խորը մտածմունքների մեջ անցկացնելով եւ հասնելով գերագույն եւ բացարձակ գիտելիքների, Գաուտաման 35 տարեկան դարձել է Բուդդա, լուսավորված արթնացած։ Դրանից հետո սկսել է նրա քարոզչական գործունեության շրջանը, եւ նա 45 տարի քարոզել է իր ուսմունքը։ Բուդդայի աշակերտների թիվն անընդհատ աճել է։ Դրանք միացել են բուդդայական համայնքներին, սանգհաներին։ Բուդդայի ուսմունքի մեջ բացակայում են Աստծո առաջնահերթ էությունը, հոգու անմահության գաղափարը, դժոխքի եւ դրախտի գոյությունը։ Ճշմարիտ ուղի անցնելուց հետո մարդը ձեռք է բերում անխռով հոգեվիճակ՝ նիրվանա, որին կարելի է հասնել ինքնախորասուզման միջոցով։ Ըստ Բուդդայի տառապանքների ակունքը ծնունդ է, քանի որ մարդն անընդհատ վերածնվում է մահից հետո, նրա հոգին կարծես լքում է մարմին, ինչպես իր հին զգեստը կամ վերարկուն, եւ վերաբնակվում է մեկ այլ մարմնի մեջ։ Այստեղ կարևոր է կարմայի գաղափարը։ Կարմա նշանակում է գործ, այսինքն կարևորվում է, թե մարդը իր կյանքի ընթացքում իր դրական կամ բացասական արարքները գործի։ Եթե նրա կարման դրական է, ապա հաջորդ կյանքում նա կվերածնվի իբրև հարուստ, երջանիկ առողջ, իսկ եթե բացասական, ապա միջատ, որևէ կենդանի, կամ նույնիսկ առարկա։ Իսկ ընտրյալները, որոնք կարողացել են շրջանցել մարդկային բոլոր թուլությունները, հասնում են նիրվանայի, այսինքն երանելի անկոյության, անէության վիճակ։ Բուդդան իր ուսմունքը ձևակերպել է 4 ազնիվ ճշմարտությունների միջոցով։ Կյանքը տառապանք է։ Տառապանքների պատճառը ցանկություններն են։ Անհրաժեշտ է ոչնչացնել այդ ցանկությունները։ Պետք է հետևել ութմասնյա ուղուն, որը կհասցնի նիրվանայի։ Ութմասնյա ուղին անցնելուց հետո մարդը ձեռք է բերում անխռով հոգեվիճակ։ Նիրվանայի կարելի է հասնել ինքնախորասուզման միջոցով։ Բուդդայի աշակերտները սկսել են քարոզել եւ տարածել իրենց ուսուցչի ուսմունքը։ Հետզհետե բուդդայականությունը տարածվել է հարավարևելյան եւ կենտրոնական Ասիայի երկրներում։ Բուդդայի մահից հետո իր ուսմունքը շարունակվում էր տարածվել եւ փոխանցվում էր բանավոր կերպով, մինչեւ Քրիստոսից առաջ առաջին դար, երբ կազմվեց գրավոր բուդդիստական կանոնների ժողովածուն՝ Տրիպիտականը։ Բուդդայական կանոններում հաճախ են հանդիպում անհամապատասխանություններ։ Դա բացատրվում է նրանով, որ Բուդդայի խորհուրդներն անհատական բնույթի էին եւ ոչ թե համամարտկային։ Դրա հետևանքով էլ Բուդդայի ուսմունքի հիման վրա ձևավորվեցին մի շարք բուդդայական դպրոցներ, որոնք զարգանում էին վաղ բուդդիզմի այս կամ այն հիմնավորման ուղիով։ Բուդդիզմում ձևավորվել են երկու հիմնական ուղղություններ՝ Թերավադա եւ Մահայանա։ Բուդդայականության տարածման համընթաց տարբեր երկրներում կառուցվել են բազմաթիվ բուդդայական վանքեր, եկեղեցիներ, քարանձավային եւ լեռնային համալիրներ, որոնք իրենց հերթին նպաստեցին վերջինիս ձևավորմանը ու տարածմանը։ Բուդդայականությունն այսօր իր մեծությամբ աշխարհի 4-րդ կրոնն է քրիստոնեությունից, իսլամից եւ հինդուիզմից հետո։ Մյանմայի, Լաոսի, Կամբոջայի, Թայլանդի բնակչության մոտ 90%-ը բուդդայական է։ Բուդդայականներ կան նաև Չինաստանում, Կորեայում, Նեպալում, Բանգլադեշում, Հնդկաստանում, ԱՄՆ-ում եւ այլուր։